Իրավապահներն ահաբեկչական ակտ են կանխել, մինչև վճռի կայացումը իշխանությունն ընդդիմություն տարբեր որակումներ են տալիս Բագրատ Գալստանյանի կալանավորմանն ու այդ գործին։ Ինչ եք որակում, որպես բարեգործություն։ Դատանի որոշում չկա։ Հանգստացեք, դատանի որոշումը չի խնդիրը, երբ որ օպերատիվ իրողությունները տանում են դեպի գործողության, կանխվում է մի բան, որը որ պետք է չկանգնենք, սպասենք դատանի որոշումով պետք է այդ գործողությունը լիներ, երկու հոգու պետք է գնդակահարեին եւ ճանապարհները պետք է պարալիզացնել եւ քաոս ստեղծեն։ Անմեղության կանխավարկածը չպետք է խախտել, պնդում են ընդդիմադիրները։ Արթուր Խաչատրյանի խոսքով գործադիր իշխանությունն իր վրա է վերցրել նաեւ դատական իշխանության գործառույթը։ Այն, ինչ որ իրենք հրապարակել են, եւ դա իրենք ներկայացնում են որպես փաստացի ապացույցներ, գիտեք, ծիծաղել է ուղղակի չինական ճայթուկները, որոնք հիմա չգիտեմ կան թե չէ, բայց նոր տարվա դիմաց միշտ կան, դա դիտարկել որպես հեղաշրջման գործիք ներողություն ծիծաղելի է էլի։ Ինչպես մեկնաբանել դիմակավորված անձանց ներկայությունը վեհարանում Անդրանիկ Քոչարյանն ասում է, այն ինչ տեղի ունեցավ եկեղեցու բակում գուցե պետք է այդպես չլիներ, բայց վերջում հաղթեց առողջ բանականությունը։ Սրբազանն ինքը գնաց ու ներկայացավ քննչական մարմնին։ Այնտեղ ճշտելու իրավական տեսանկյունից բազմաթիվ կարող է հարցեր կան Աջապանյանի մասով։ Բագրատի Գալստանյանի մասով ճշտելու ոչինչ չկա։ Բագրատ Սրբազանին արդեն դարձեցին ահաբեկիչ եւ մի հատ էլ ասում են դաշնակցությունն աջակցում է ահաբեկչությանը։ Այդ Նիկոլ Փաշինյանը չէ որ գնաց գրկախառնվեց Սասնա ծռերի հետ։ Հիմա ինչ է եկել ստեղ, ով է ահաբեկիչ, ով է ահաբեկչությանն աջակցող։ Ներքին կայունությունը չափազանց կարևորում է Քոչարյանը, եթե այն խախտվում է, երկիրը դառնում է խոցելի նաև դրսից։ Կանխվել է մի բան, որի համար պետք է բոլորս ուրախ լինենք, որտեղ ոչ ոք չի կարող ասի, այն երկու գնդակահարվողները ովքեր են, ում երեխաներն են, եւ այդ քաոտիկ վիճակում ով ում հետ ինչ հարց պետք է լուծի։ Մի մոռացեք, որ այդ քաոսը ստեղծում նաև մարդկանց հոգիներում։ Իսկ մեր հոգեվորականությունը պետք է այդ հոգիները ավելի մաքուր պահեր։ Այդ գործողությունները պետք է տային տրվեին գնահատական, ինչի՞ շմեցինի գնահատական չտրվեց այն ամբողջ իրողություններին, որի մեջ մեր երկիրը հայտնվել է թե մարտի 1-ին, թե 27-ին։ Իսկ իմպիչմենտի գործընթացում դեռ կոնսենսուս չկա։ Միքայել Աջապահյանը մերժել է դառնալ ընդդիմության թեկնածուն։ Հերթական թե արտահերթ ընտրության է գնում ընդդիմությունը, Խաչատրյանը չի հստակեցնում։ Ամեն սցենար հնարավոր է, ասում է, կարող է փողոցում ժողովրդի ճնշումն այնքան մեծանալ, որ ընտրության հարց էլ չառաջանա։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։